Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտա Մնացականյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Օրվա իրադարձությունները նախամարում։ Նիկոլ Փաշինյանը ընդունել է ԵԱԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին։ Զրուցակիցները անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատման գործընթացի շարունակականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերին։ Մինչև վարչապետի այդ հանդիպումը Էլինա Վալտոնենին ընդունել է Արարատ Միրզոյանը, արտաքին գործերի նախարարը նշել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձեռք բերված համաձայնությունների պայմաններում մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման եւ հավելյալ ջանքերի կարիք են զգում, եւ առաջինը Բաքվում պահվող պատանդարված անձանց ազատ արձակման հարցն է։ Երևանում է բելգիացիների թագուհի Մաթիլդան, որին ընդունել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների շրջանակում իրականացվող ծրագրերը եւ դրանց առաջմղման ուղղությամբ տարվող քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերություններին։ Մեծ Բրիտանիան կվերացնի Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն, նաեւ երկու երկրների հետ հարաբերությունները կբարձրացնի ռազմավարական գործընկերության մակարդակին։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարարը։ Կողմերը համաձայնել էին բարձրացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի։ Փաշինյանը մասնակցել է Սիլիկոնյան սարեր 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանը, ընդգծելով կրթության առաջնային դերը տեխնոլոգիական զարգացման, տնտեսական առաջընթացի եւ ազգային անվտանգության ապահովման գործում։ Գագաթնաժողովին մասնակցել են ոլորտի առաջատար մասնագետները։ Չնայած Գազայի հատվածում հաստատված հրադադարին, այստեղ շարունակվում են կրակոցներ հնչել։ Իսրայելցի զինծառայողների արձակած կրակոցների հետևանքով այսօր առավոտյան 5 պաղեստինցի է սպանվել։ Օրվա միջազգային անցուդարձը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Վալտոնենին։ Վարչապետը կարևորել է ԵԱԿ-ի հետ արդյունավետ գործակցությունը, շեշտել կառույցի դերի ամրապնդման անհրաժեշտությունը, կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության եւ կայունության ապահովման նպատակով։ Էլինա Վալտոնենը շնորհավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով, վստահություն հատնելով, որ այն էապես կնպաստի Հայաստանի կայուն ապագայի կառուցմանը եւ տարածաշրջանում գործակցության զարգացմանը։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատման գործընթացի շարունակականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման վերաբերյալ, նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի։ Մինչև վարչապետի հետ հանդիպումը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենին ընդունել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նախ կայացել է նրանց առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպում, այնուհետև Միրզոյանն ու Վալտոնենը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ ԵԱԿ գործող նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, նշելով, թե նկատել են Հայաստանի աջակցությունը խաղաղության օրակարգին անկախ բոլոր մարտահրավերներից եւ խոչընդոտներից։ Իսկ Միրզոյանը նշել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձեռք բերված համաձայնությունների պայմաններում մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման եւ հավելյալ ջանքերի կարիք են զգում։ Դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող պատանդարված անձանց ազատ արձակման հարցն է։ Էլինա Վալտոնենն էլ անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացին։ Հայաստանը ցանկանում է տեսնել ուժեղ եւ արդյունավետ ԵԱՀԿ, որպես անվտանգության եւ խաղաղության ապահովման կարևոր հարթակ պատասխանատվության ամբողջ գոտում, այդ թվում Հարավային Կովկասում։ Այս մասին ասել է նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի ագնախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսում։ Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի, ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան տեղի է ունենում միանգամայն նոր հանգամանքներում, տարածաշրջանի համար նշանակալի իրադարձությունների պայմաններում։ Առաջ նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը օգոստոսի 8-ին խաղաղության գագաթնաժողովում Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողով եւ ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայնությունները մեր գործընկերներին ներկայացրել եմ մանրամասները, այդ թվում եւ պայմանագրի նախաստորագրումը, այդ թվում եւ սկզբունքները, որոնք ամրագրված են հռչակագրում, եւ այդ թվում եւ սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի ունենալու ենթակառուցվածքների, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Միրզոյանը նշել է, որ երկու երկրների միջև ստորագրվել է հռչակագիր, որը ամրագրում է տարածքային ամբողջականության, փոխադարձ ճանաչման, խաղաղ գոյակցության եւ ապաշրջափակման սկզբունքները։
Նա ընդգծել է նաև, որ այդ համաձայնությունների հիման վրա ընթացքի մեջ են ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը Թրամփի ուղու ստեղծումն է։ Միրզոյանը եւս մեկ անգամ վստահեցրել է, որ դա տեղի է ունենալու տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Հուսով ենք, որ ԵԱՀԿ հարթակը այս եւ հաջորդ նախագահությունների ժամանակ կնպաստի իհարկե հետագա խաղաղության ամրապնդմանը եւ սա վերաբերում է ոչ միայն ուրեմն հարավային Կովկասին, այլ ԵԱՀԿ ամբողջ գոտուն։ Միրզոյանը խոսել է նաև Ադրբեջանի հետ չհամաձայնեցված հարցերից եւ ընդգծել, որ դրանցից ամենաարդիականը մնում է գերիների ազատ արձակման խնդիրը։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը, ինչպես եւ միշտ այս պահին եւս ես ուզում եմ հույս հատնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք, համենայն դեպս մենք չենք դադարում մեր ջանքերը եւ բառացիորեն երեք նաև Շարմ el-Շեյխում տեղ ունեցած այդ խաղաղության գագաթաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը, այնպես որ հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում։ Հարցին թե այլ երկրի միջոցով հնարավոր է արդյոք տեղեկություն ստանալ հայ գերիների մասին նախարարն ասել է, որ հնարավոր է, բայց ըստ նրա այս հարցում առայժմ առաջնային խողովակը Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումներն են։ Երրորդ երկրների ուրեմն մասնակցությունը հատկապես պատանդարված անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման համատեքստում իհարկե կարևոր է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունը Ադրբեջանում, իսկ գիտեք, որ մեր աշխատանքները այդ առումով, այդ ուղղությամբ հիմնականում այս խողովակով էին արվում, եւ այժմ այո, այդ հարցը եւս շատ արդիական է եւ այդ բացը որևէ կերպ պետք է փորձենք լրացնել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի խաղաղության պայմանագրի ստորագրման համար սահմանադրական փոփոխությունները որպես նախապայման առաջ քաշելուն, Միրզոյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքաղաքական օրակարգի մաս է եւ որևէ արտաքին պարտավորություն այս առումով Հայաստանը չի ստանձնել եւ չի ստանձնելու։ ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենն էլ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումը ԵԱՀԿ Միսկի խումբը լուծարելու առնչությամբ եւ նշել, որ գործընթացն ավարտին կհասցվի մինչեւ դեկտեմբերի 1-ը։ Մենք տեսնում ենք հստակ քայլեր Հայաստանի կողմից կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագիրը ողջունելի է եւ մենք պատրաստ ենք աջակցելու խաղաղության ամրապնդման գործընթացին ԵԱՀԿ գործիքակազմի միջոցով։ ԵԱՀԿ-ն պատրաստակամ է ոչ միայն աջակցելու խաղաղությանը, այլև բարձրացնելու Հայաստանի դիմակայությունը տարածաշրջանում, շեշտը դնելով նաեւ երկրի տնտեսական զարգացման վրա։ Խոսելով Հայաստան-Ֆինլանդիա հարաբերություններից Վալտոնենն ընդգծել է, որ Ֆինլանդիան պատրաստ է խորացնել երկկողմ տնտեսական եւ բնապահպանական գործակցությունը Հայաստանի հետ։ Անդրադառնալով Հայաստան-Նորդիկ-Բալթիկ ձևաչափի գործակցությանը Ֆինլանդիայի ագնահարարն ընդգծել է. Այս ձևաչափը եւս կարևոր հարթակ է Հայաստանի դիմակայունության բարձրացման, անվտանգության եւ ժողովրդավարության ամրապնդման առումով։ Մենք ունենք բազմաթիվ ընդհանրություններ եւ ուրախ ենք գործակցությունն ընդլայնելու հնարավորության համար։ Երկու նախարարներն էլ հաստատել են, շարունակելու են խորացնել գործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Վալտոնենը վերջում եւս մեկ անգամ ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն պետք է շարունակի մնալ առանցքային հարթակ տարածաշրջանային անվտանգություն ձևավորելու գործում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ Վաշինգտոնում տեղակայված Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ապահովել Բաքվի բանտերում գտնվող հայ քրիստոնյա գերիների անհապաղ ազատ արձակումը, ինչպես ԱՄՆ նախագահին դա հաջողվեց անել Գազայում Համասի կողմից գերեվարված իսրայելցիներին ազատ արձակելու հարցում։ Իրական խաղաղության հասնելու հնարավոր չէ, քանի դեռ գերիները անարդարացիորեն շարունակում են մնալ Բաքվում, նշվում է համագումարի համանախագահների կողմից։ Տարածված հայտարարության մեջ նաև հիշեցվում է, որ օգոստոսին Սպիտակ տանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր գերիների ազատ արձակման հարցով խոսել Ադրբեջանի նախագահի հետ, ասելով, թե Ալիևը դա կանի իր համար։
Երևանում է բելգիացիների թագուհի Մաթիլդան, որին ընդունել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների շրջանակում իրականացվող ծրագրերն ու դրանց առաջ մղման ուղղությամբ տարվող քայլերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերություններին, կողմերը մտքեր են փոխանակել 2026 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբազմազանության COP17 համաժողովի եւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ։ Զրույցի ընթացքում կարևորվել են նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղված ջանքերը, կողմերը երկուստեք շեշտել են, որ խաղաղությունը եւ գործակցությունը միջազգային հարաբերությունների առանցքային արժեքներ են, իսկ դրանց ամրապնդումը պետությունների եւ ժողովուրդների առաջընթացի հիմնական պայմանը։ Ուրախ եմ ձեզ ողջունելու Հայաստանի Հանրապետությունում Երևանում։ Մեզ համար մեծ պատիվ է ձեր հետ գերազանցություն այս այցելությունը այն նպատակների համար, ինչու համար որ դուք եկել եք որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան, միանշանակ ի նպաստ լինի Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի մենք կարողանանք իրականում կատարել են պարտականություններ, որ ստանձնել ենք 2030 թվականի հետ կապված։ Եվ մենք շատ բարձր ենք գնահատում նաև ձեր առաջնորդությունը այդ աշխատանքում։ Դուք որպես Բելգիայի թագուհի զբաղվում եք նաև ամբողջ մարդկության հետաքրով այսպիսի խնդրով։ Մեծ Բրիտանիան կվերացնի Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն, նաեւ երկու երկրների հետ հարաբերությունները կբարձրացնի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստիվեն Դաութին։ Ըստ Լոնդոնի այս որոշմամբ Միացյալ Թագավորությունը նաեւ աջակցում է երկու երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանմանը հիբրիդային սպառնալիքներից։ Դաութին շեշտել է, որ կարծում ենք 1992 թվականի ԵԱՀԿ զենքի արգելքը այլևս արդիական չէ։ Հայաստան եւ Ադրբեջան արտանման եւ առևտրի լիցենզիաների հայտերը սակայն կշարունակեն գնահատվել անհատական հետազոտության հիման վրա Մեծ Բրիտանիայի ռազմավարական արտանման լիցենզավորման չափանիշներին համապատասխան։ Իդեպ Դաութիի գլխավորած պատվիրակությունը օգոստոսին Հայաստանում էր, կողմերը համաձայնել էին բարձրացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սիլիկոնյան սարեր 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանը, ընդգծելով կրթության առաջնային դերը տեխնոլոգիական զարգացման, տնտեսական առաջընթացի եւ ազգային անվտանգության ապահովման գործում։ Արհեստական բանականության անատոմիա խորագրով գագաթնաժողովին մասնակցել են ոլորտի առաջատար մասնագետներ եւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ապագան կանխորոշվում է տեխնոլոգիաների ներդրմամբ, դրանց հետ հարաբերվելու ձևերի որդեգրմամբ եւ այդ գործընթացները կառավարելու կարողությամբ։ Սիլիկոնյան սարեր 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս տարվա գագաթնաժողովը կրում է Արհեստական բանականության անատոմիա խորագիրը եւ հյուրընկալել է Հայաստանի եւ աշխարհի առաջատար տեխնոլոգիական, գիտական եւ նորարարական մասնագետների։ Վարչապետն իր ելույթում ընդգծել է, որ կառավարության քաղաքականությունն ուղղված է տեխնոլոգիաների եւ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն աջակցելուն։ Երբ ասում ենք տեխնոլոգիաներ, պետք է արձանագրենք, որ մենք չենք խոսում ինչ-որ աննախադեպ բանի մասին։ Իհարկե յուրաքանչյուր տեխնոլոգիա ինքը աննախադեպ է, բայց տեխնոլոգիա երևույթը որպես էություն եւ որպես բովանդակություն քաղաքակրթությանը ուղեկցող մշտական գործընթաց է եւ տեխնոլոգիաների զարգացումն է անդադ գործընթաց։ Հիմա մենք խոսում ենք արհեստական բանականության մասին, բայց process-ը ամբողջական հասկանալու համար մենք պետք է օրինակ արձանագրենք, որ գյուղատնտեսությունը ժամանակին, երբ որ մարդը որդեգրում էր գյուղատնտեսություն եւ արդեն սովորում էր բուսաբուծություն, օրինակ, դա տեխնոլոգիա էր։ Չնայած մի քանի հազարամյակների զարգացմանը, հիմա գյուղատնտեսությունը զարգացման նոր էջ է բացել իր համար, որովհետև ի հայտ է գալիս արդեն ինտենսիվ գյուղատնտեսությունը, որի մեջ արդեն բազմաթիվ ենթազարգացումներ են տեղի ունենում։
Խոսելով ժամանակակից տեխնոլոգիաներից, մասնավորապես արհեստական բանականությունից, վարչապետը շեշտել է դրանց նկատմամբ հանրային ճիշտ ընկալում ձևավորելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում դեռ ընթանում է տեխնոլոգիաների ընկալման ձևավորման փուլ, եւ այդ ընթացքում կարևոր է հանրությանը ներկայացնել ոչ միայն տեխնոլոգիական նորությունները, այլև դրանց կիրառման իմաստն ու նպատակը։ Վարչապետի խոսքով բոլոր տեխնոլոգիաներն իրենց հետ բերում են ռիսկեր, որը սակայն չի նշանակում, թե պետք է դրանցից հրաժարվել։ Բոլոր տեխնոլոգիաները իրենց հետ բերել են սպառնալիքներ եւ մարտահրավերներ։ Այսօրվա տեխնոլոգիաների մասին շատ է ասվում, որ եւ դա ճիշտ է, այսինքն ասված որևէ պնդում եւ հանրության շրջանում գոյություն ունեցող որևէ մտահոգություն ես չեմ ուզում հերքել, ուղղակի ուզում եմ ավելացնել։ Ասում եմ, որ այսօրվա տեխնոլոգիաները կարող են մարդուն կախվածության մեջ գցել եւ դա ճիշտ է, բայց սա առաջին տեխնոլոգիան չէ, որ մարդուն կարող է կախվածության մեջ գցել։ Ես ուզում եմ բերել օրինակ դեղագործության օրինակը, որը ժամանակին, երբ որ ինքը ստեղծվում էր, արդեն էլի cutting edge տեխնոլոգիա էր, որը իր հետ բերեց նաև այլ մարտահրավերներ եւ ինչ այլոց այդ մարտահրավերները այսօր, մինչեւ այսօր ոչ միայն առկա են, այլև իրենք ծավալվում են ամբողջ թափով, բայց որևէ մեկի մտքով չի անցնում ուղղակի անջատի չանջատել եւ դեղագործական տեխնոլոգիաները զրոյացնել։ Տեխնոլոգիական ոլորտի զարգացման աջակցման հիմնական գործիքն ըստ Փաշինյանի մնում է կրթությունը։ Առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է։ Հաջորդ քայլերը թվարկելով կարող եմ հիշատակել ենթակառուցվածքները, լավ կարգավորումները, լավ քաղաքականությունները։ Վարչապետը վստահեցրել է, կառավարությունը գործնական քայլեր է կատարում տեխնոլոգիական ներուժի իրացման համար։ Ըստ Փաշինյանի, հանրակրթության ոլորտում տեխնոլոգիական նոր ներդրումները ճիշտ ճանապարհ են, որոնք ապահովում են երկրի զարգացումը, անվտանգությունն ու բարեկեցությունը։ Ըստ վարչապետի, լավ ենթակառուցվածքներ, կարգավորումներ եւ քաղաքականություններ մշակելու եւ ունենալու համար կրկին անհրաժեշտ է ունենալ լավ կրթական համակարգ, իսկ լավ կրթական համակարգ ունենալու համար էլ անհրաժեշտ է լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ ու կարգավորումներ։ Նա ընդգծել է, աշխատանք ունենալ չունենալու, բարեկեցություն ունենալ չունենալու հարցի պատասխանը կրկին կրթությունն է։ Ի դեպ, Սիլիկոնյան սարեր 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովը տարեցտարի դառնում է տարածաշրջանի կարևորագույն տեխնոլոգիական հարթակներից մեկը, նպաստելով նորարարությունների տարածմանը, միջազգային գործակցության խորացմանը եւ տեխնոլոգիական Հայաստան տեսլականի իրականացմանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Անդրադառնանք այլ թեմաների Արամուսում ամուսիներին դաժանաբար սպանած տղամարդը նույն օրը եւս 2 հոգու է սպանել 49-ամյա տղամարդու եւ 41-ամյա կնոջ։ Ինչպես հայտնում է Շամշյանը, տղամարդը Արամուսի դաշտում ամուսիներին հրազենով սպանելուց հետո գնացել է Հատի սարի հետևում գտնվող Զովաշեն գյուղ, որտեղ մի զրուցարանի մոտ տեսել է Audi Մակնիշի մեքենա, կողքը տղամարդ եւ կին, անունները Վահե Մարտիրոսյան եւ Մարինե Հայրապետյան։ Հանցագործը հավանաբար պահանջել է մեքենան եւ մերժում ստանալուց հետո կրակել է երկուսի վրա էլ մեքենան վերցրել եւ դիմել փախուստի։ Ավելի ուշ հանցագործը հայտնաբերվել է հենց նշված Audi Մակնիշի մեքենայով։ Մեքենայում հայտնաբերվել է նաև հրազենը։ Սպանության երկրորդ դեպքի մասին իմացվել է միայն 1 օր անց, երբ հարազատները փնտրել են զույգին եւ գտել նրանց նշված զրուցարանում սպանված։ Քննչական կոմիտեից հաստատել են տեղեկությունը, ներկայացրել դեպքի մանրամասները, որոշում է կայացվել քրեական վարույթները 1 վարույթում միացնելու մասին։ Ստեղծվել է քննչական խումբ։ Շարունակում ենք թողարկումը, չնայած Գազայի հատվածում հաստատված հրադադարին, այստեղ շարունակում են կրակոցներ հնչել։ Իսրայելցի զինծառայողների արձակած կրակոցների հետևանքով այսօր առավոտյան 5 պաղեստինցի է սպանվել։ Times of Israel պարբերականի տեղեկություններով միջադեպը տեղի ունեցել այն բանից հետո, երբ պաղեստինցիները փորձել են մոտենալ Գազայի հատվածից դուրս բերվող իսրայելական ստորաբաժանումներից մեկին։ Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում կոչ է արվում պաղեստինցիներին հետևել հրահանգներին եւ չմոտենալ այն շրջաններին, որտեղ մարտական ստորաբաժանումներ են տեղակայված։ Իսկ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հոկտեմբերի 17-ին պատրաստվում է հանդիպել Զելենսկու հետ, Ուկրաինայի նախագահն էլ հաստատել է, որ այս շաբաթ մեկնելու է Վաշինգտոն քննարկելու Կիևին ամերիկյան զենքի մատակարարման եւ այլ հարցեր։ Օրակարգային հիմնական թեման լինելու է ուկրաինական Թոմահավք հեռահար հրթիռների հնարավոր մատակարարումը, ինչը ըստ Մոսկվայի կարող է նոր էսկալացիայի պատճառ դառնալ։ Ակնկալվում է, որ Զելենսկին հանդիպումներ կունենա նաեւ ամերիկյան պաշտպանական էներգետիկ ընկերությունների եւ կոնգրեսականների հետ։ Միջազգային նորությունները տեսաշարով։
Թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին։ Հաջողություն։ Ցտեսություն։